աշկները տեմ կողե Աբխազիայի, Ասետիայի, Դոնբասի, մեր Դնեստրի օրինակները, որտեղ ոչ մի Հայաստանի Հանրապետություն չկար այդ պոստսովետական կռվախնձորների շուրջ, բայց այդ ինքնավարությունները իրենք վերջին հաշվով Ռուսաստանի հովանու տակ լավ էլ գտել են իրանց ինքնավարությունը, առանց Հայաստանի ու առանց Սփյուռքի։ Եթե մի բան հնարավոր է Ասետիայի համար, Աբխազիայի համար, մեր Դնեստրի համար, Դոնբասի համար, ինչու դա հնարավոր չի Արցախի համար։ Ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի հարցում։ Կբացատրենք ինձ, եթե պետքա լուծել Արցախի խնդիրը, եթե Ռուսաստանին Արցախի խնդրի լուծում է պետք։ Պրիչոմ тут Հայաստանի Հանրապետություն։ 100 անգամ այս հարցը քննարկել ենք, բարձրացրել ենք, ներկայացրել ենք, ու էլի ժողովուրդ ջան, Հայաստանը ձեռքերը լվացել է բանից, Արցախից։ Աշոտյանին եմ դիմում, պարոն Աշոտյան, Հայաստանը ձեռքերը լվացել է Ջավախքից։ Ինչ ձև է գիշերները քնում եւ Հայաստանը ձեռքերը լվացել է Ջավախքից։ Քունը տանում է գիշերը։ Լավ էլ տանում է, չէ՞։ Մտքովը թե ցանցել է, որ Ջավախա հայություն կա, Ջավախ կա։ Հեշտ էս բան կա։ Նորմալ է, չէ՞, խախանդ լրված եք, չէ՞։ Ու այս 30 տարի խախանդ լրված եք եղել։ Մեկը չի մտածել, չէ՞, Ջավախքի հարցով։ Չի մտածել։ Բա Արցախի համար ինչ եք առանձնահատուկ վերաբերվում։ Արցախցու արունը ավելի կարմիր է։ Ուշադիր Ջավախցու արունից։ Ոչ, ավելի կարմիր չի, բայց պատասխան։ Արցախում ցեղասպանության սպառնալիք կար, ինչը չկար Ջավախքում։ Գոնե ագրեսիվ ձևով Ջավախքում չի եղել ցեղասպանության այն սպառնալիքը, ինչը կար Արցախում։ Միակ պատասխանը, որ կարող եք տալ, ինչու Ջավախի համար աչքերս չի քորացել, իսկ Արցախի համար քորացել է, որովհետև Արցախում կար ցեղասպանության սպառնալիք։ Ուրիշ տարբերություն Արցախցիները բնիկ են, Ջավախցիները 200 տարի առաջ Էրզրումից եկան, բայց Ջավախքում միայն Էրզրումից եկածները չէին, այլ բնիկ հայեր կային, Արցախում էլ միայն բնիկները չէին, ահագին 200-400 տարի առաջ եկածներ կային։ Ինչու՞մ էր ըստ էության Արցախի եւ Ջավախի տարբերությունը Հայաստանի Հանրապետության համար, որ մեկի համար Հայաստանի Հանրապետությունը ինքնախարազանվում է, մյուսի համար 0 վերաբերմունք, 0 ուրեմն խռովություն, 0 էմոցիա։ Էլի եմ կրկնում, տարբերությունն այն էր, որ Արցախի հայությանը սպառնում էր ցեղասպանություն։ Լավ, սպառնում էր, Հայաստանը ոտի կանգնեց, ազգովի մեջմեջքի տվեցինք, ցեղասպանության խնդիրը լուծեցինք։ Ճիշտ է։ 30 տարի այդ հարցը Հայաստանի Հանրապետությունը որպես երաշխավոր կանգնած է եղել։ Վերջում բերին կանգնացվին փաստի առաջ, որ մենք լինենք անմեղ զոհ, Ռուսաստանը գա մեզ փրկի։ Այդտենց էլ եղավ։ Մենք եղանք անմեղ զոհ, Ռուսաստանը եկավ փրկեց։ Այլևս Ռուսաստանն է Արցախում ցեղասպանության երաշխավորը։ Հիմա հարց, էլի, այսպես պայմանական Աշոտյանին։ Հանկարծ Աշոտյանի հետ անձնական խնդիր չունեմ, հարգելի պարոն Աշոտյան, դուք էլ չվերաբերվեք որպես ես։ Ուղղակի ինձ հետաքրքիր է ձեր այդ զրուցելը։ Հա։ Էլի sense պայմանական որպես բանավիճող կողմ էլի, հայրենասեր բանավիճող կողմ ներկայացնում եմ, ընկալում եմ Աշոտյանին։ Հիմա Հայաստանը тут при чем? Էլ ինչ ունի Հայաստանի Հանրապետությունը ընդեղ անելու։ Այդ հարցում ինչ ունի անելու։ Հումանիտար օգնություն, մշակութային, ռազմաքաղաքական ինչ ունի անելու, կարճ այդպես կապեմ։ Եթե ռազմականը ռուսական խաղաղապահն է, քաղաքականն է Ռուսաստանն է որոշում։ Ու մեկը չի կարող ասի, որ դա այդպես չի։ Ռուսաստանը որոշում է այն աստիճան, որ Ռուսաստանն է որոշում, իշխան Սաղաթելյանը կամ թե նույն Աշոտյանը Արցախում միտինգ կանեն, թե չէ։ Փակեցին դեմները, ասացին ոչ մի հոգի չի մտնելու։ Չեք եթալ, ունդը միտինգ չեք անելու։ Վերջ, այդ Ռուսաստանն է որոշում, այլևս։ Ինչքան կարանք մենք մեզի անհասկացողի տեղ դնենք ու էլի բերենք Հայաստանի պետականության հարցը, Հայաստանի Հանրապետության պետականության հարցը, բերենք կապենք Արցախի քամակից։ Մի հատ ինձ բացատրեք, ինչքան կարելի է դա անել։ Եվ դրանով հանդերձ
Դուք այնպես չի, որ Արցախի հարցն եք լուծում, պարոնայք, դուք հակառակը նսեմացնում եք, փոքրացնում եք Արցախի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Դուք հասել եք նրան, որ Արցախը ինքը իրանով, իր քյալլա տալով, իր կռիվ անելով դարձավ սուբյեկտ, ես չեմ ասում սուվերեն էր, բայց սուբյեկտ էր։ Փաստը 94 թվականի Արցախի դրած ստորագրությունը հրադադարի պայմանագրի վրա։ Արցախի կողմից Բաբայանը եւ դելեգացիան Արցախի կողմից ներկայացել են եւ ստորագրություն են դրել 94 թվականին։ Այսինքն 94 թվականին Արցախը սուբյեկտ էր։ Թողեք ինքը իր բանակցությունն աներ, ինքը իր ստորագրությանը ավելացնել նոր ստորագրություններ։ Ինչի եք դուք ամեն անգամ քիթներդ խոթում, որպես լավություն մտամ, թե Արցախի հարցը լուծում։ Դա այն փիս կիսուրների նման, որ ամեն անգամ քիթները խոթում են իրաց տղու սպալնի հարսի հետ, տղու եւ հարսի, չգիտեմ, գուրգուրանքը կորեկցիայի ենթարկելու, չգիտեմ, կարգավորելու։ Ինչքան կարելի է։ Այդ սուբյեկտը դուք ձեր ձեռքով, պարոնայք, այդ Ռուսաստանի ջանքերով ա եղել, հենց այնպես չի եղել, Ռուսաստան դաբրո է տվել դրան։ Դուք ձեր ձեռքով Արցախի սուբյեկտայնությունը ջնջել եք, հիմա էլ Հայաստանի պետականություն տարեք կապել եք Փարուխի հարցերի հետ, Փարուխի հարցերը սահմանագծման հետ։ Այդ ես չեմ ասում, այդ Լավրովն է ասում։ Լավրովը բառացի ասեց։ Սա մեկ, երկրորդ Լավրովի հայտարարածը, որ Ադրբեջանը Հայաստանով արտոնյալ պայմաններով պարզեցված նշանակում է արտոնյալ։ Պարզեցված եղանակով է գնալու գա Նախիջևանի միջև, Ջաբրայելից Հորիադիզից Նախիջևան արտոնյալ պայմաններով են գնալու գան։ Հարց, ինչու։ Դուք պայմանագիր եք ստորագրել, ենթադրենք այս ստորագրության դեմ չենք կարող բան անել։ Դուք պայմանագիր եք ստորագրել, ըստ որի պետք է լինի կոմունիկացիաների ապաշրջափակում։ Կոմունիկացիաները ապաշրջափակված են Հայաստանի եւ Իրանի միջև։ Կոմունիկացիաները ապաշրջափակված են Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Կոմունիկացիաները շրջափակված են Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հիմա հարց. ինչի պետք է թուրքերը, ադրբեջանցիները Հայաստանով գնան արտոնյալ պայմաններում ավելի արտոնյալ, քան կամ ավելի պարզեցված, քան պարսիկներն ու վրացիները։ Ինչի։ Եթե ապաշրջափակում ես, ապաշրջափակի սահմանները բացում ես, պոստերը դնում ես, ասում ես բարով համեցեք, եկեք գնացեք, ուր եք ուզում գնաք։ Եթե անվտանգության խնդիր կա, որ ադրբեջանցիներին կարող են նեղացնել մեր մոտ եղած հայրենասերները կամ սադրիչները, չգիտեմ, ով կնեղացնի, կարաք սիրուն ուղեկցող դնեք սապրավազդենի, ոնց որ ամբողջ պարսկական ֆուրերը սապրավազդենիայով կորոնավիրուսի ժամանակ ճանապարհային ոստիկանության մեքենաները ուղեկցում էին։ Դրեք ուղեկցող թող կալանաները ուղեկցեն։ Ինչ կապ ունի արտոնյալ պայմաններով գնալ գալը։ Ինչի պետք է արտոնյալ պայմաններով ադրբեջանցին Հայաստանով գնա գա։ Իսկ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս պիտի օգտվեմ ստանդարտ ընթացակարգերից, եթե գնում եմ Իրան կամ Վրաստան, կամ Վրաստանից ուզում եմ գնամ Իրան, կամ օդանավականից ուզում եմ թռնեմ ենթադրենք, չգիտեմ, Իսպանիա կամ չգիտեմ, Ֆրանսիա, Ավստրիա։ Ինչի պետք է ինձ համար լինի ստանդարտ պայմաններ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, իսկ ադրբեջանցու համար պարզեցված եղանակ։ Ինչի։ Ադրբեջանցին հետ ով դառա, որ պիտի մտնի Հայաստանի տարածք ու դուրս գա Հայաստանի տարածքից պարզեցված արտոնյալ պայմաններով։ Նշանակում է Ալիևի ասած Միջանցքի տրամաբանությունը գործում է։ Ալիևն ասում էր, լինելու է Միջանցք ու Լավրովը երեք հայտարարեց, լինելու է Միջանցք, ու դա կոչվում է Միջանցք, տղեկ։ Մեր գլուխը մի հարթուկեք, դա Միջանցք է կոչվում, եթե մեկը մեկի տարածքով հաջաթը տնգած գնում գալիս, դա Միջանցք է կոչվում։ Պրախադնոյ դվոր, լսել եք ինչա։ Այս դեպքում ավելի բարի համբյուր են արտահայտվում, ավելի բարեկիրթ են արդեն, չեն ասում պրախադնոյ դվոր, ասում են կարիդոր։ Եղավ Միջանցք։ Ու սուվերենության հարցն էլ դե չկա, որ դա սուվերենա թե չէ։ Ինչի Լաչինի Միջանցքը Ադրբեջանի սուվերենության տակ չի։ Լաչինի Միջանցքը, որ գրել եք, մեկը կա աշխարհում, որ ասում է Լաչինի Միջանցքը պատկանում է հայերի կամ ռուսներին։ Ոչ։
Բոլորն ասում են, մենակ Լաչինի Միջանցքը չէ, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը Պուտինի մակարդակով ասում են, որ պատկանում է Ադրբեջանին։ Մի տեց պաշտոնյա կա Հայաստանում կամ աշխարհում, որ ասում է, չէ, Լաչինի Միջանցքը եւ Ղարաբաղը Ադրբեջանին չի պատկանում։ Այդտենց մեկը կա, որ տենց բան ասե։ Ոչ։ Բայց Լաչինի Միջանցքը, չէ։ Այսինքն սաղ աշխարհը խոստովանում է, պրիզնատ է գալի, որ դա Ադրբեջան է, բայց դա մնում է Միջանցք։ Նույնքեւ սաղ աշխարհը պրիզնատ կգա, որ ենթադրենք Սյունիքով անցնող ինչ որ մի հատ ճանապարհ Հայաստան է, բայց դա կդառնա ու կլինի Միջանցք։ Այս հաղորդման վերնագիրը այսօր Միջանցքում մի հատ պացիենտ ինձ տեսել է, այնտեղ աշխատողներին ընդունարն է, ասել են հաղորդավարն է, չէ՞, բանա։ Հիմա այս հաղորդման վերնագիրը դրել են Միջանցքից 5 պակաս։ 5 րոպե է պակաս Միջանցքից, որ Ադրբեջանը Միջանցք ունենա, Ալիևը գլուխ չի հարթուկում, Ալիևը ներքին լսարանի համար հայտարարություն չի անում։ Մեզ այսքան տարի ասում էին, թե Ալիևը ներքին լսարանի համար հայտարարություններ անում, հարգելիներս, Ալիևը ինչ ասել է, այն էլ արել է, ինչ հայտարարություն արել է, դա մեր գլխին բերել է ինքը։ Մեկին 10 բերել է, ինչ խոսք խատվել իր ժողովրդին, պատերազմի օրերից սկսած։ Պատերազմի օրերից տարիներ առաջ ինչ խոսք հատվել իր ժողովրդին, այդ լրիվը բերել է, արել է։ Հիմի նոր Ալիևը ձեռագիր է փոխել ու սկսել է ներքին լսարանի համար բան խոսալ։ Երբ որ Ալիևն ասում է հայերը մեր բոլոր պահանջները բավարարում են, պատրաստ են բավարարել։ Էդի սկսել է ներքին լսարանի համար բան խոսալ։ Իսկ դուք Սերժ Սարգսյանից սկսած, նրանց առաջ չեմ հիշում։ Սերժ Սարգսյանից սկսած, դուք միշտ ինչքան խոսացել եք, մեր գլուխն եք հարթուկ է, վերջում ուրիշ բան է դուս եկե։ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, այս վերջերս էլ գալիս է բաներ եք խոսում։ Նանդե Միջանցք էր ասում, դուք ուստե գալի ասում եք, ինչի եք Ալիևին լսում։ Տանցիպոշ լսում եմ Ալիևին, որովհետև Ալիևի ասածը վերջում ճիշտ է դուս գալիս, քո ասածը մուտիլովկա է դուս գալի։ Ահա թե ինչի եմ լսում Ալիևին։ Որովհետև դեբիլ չէ։ Նեմեցկի ավչարկան 4 անգամից կամանդը հասկանում է։ 4 անգամ ասում ես ֆու, դնչին խփում ես, հասկանում է, որ չի կարելի։ 4 անգամ գերմանական հովվաշան համար հերիք է, որ ինքը հասկանա, որ չի կարելի։ 4 անգամ խրախուսում ես, հասկանում է, որ ենթադրենք ասում ես սիդեց, նստում է։ 4 անգամ վարժությունը կատարում ես նստելու, մի հատ համով բան ես դնում բերանը, 4 անգամից նա վարժվում է, հասկանում է։ Հիմա Ալիևից ես 4 չէ, 14 անգամ եմ լսել, որ ինքը ասել է վերցնում ենք Ջաբրայելը, հետո վերցել են, վերցնում ենք Կուբատուն, վերցում են, այս ենք անում են, այս ենք անում ենք, ոնց ասել է, տես դուս ա եկե, հիմի ես չկամ, մի նեմեցկի ավչարկի չափել ինտելեկտ չունեմ, այ ողորմելի, որ ես Ալիևին պետք է չլսեմ, ձեր մուտիլովկեքը պետք է լսեմ։ Անկեղծ եղեք մեր հետ, հարգելիներս։ Կարակ անկեղծ լինեք, ասեք փակուղու մեջ ենք, ուրիշ ձև հնարավոր չի, սենց ենք անում։ Կարակ ներկայացնեք հանգամանքները, բացատրեք, մենք էլ հասկանանք։ Բայց սենց չի կարա լինի, որ Ալիևը ընդ բաներ խոսա, մեր ներվերը սղոցի, հետո մեկ էլ գա մի պահ Լավրովը հելնի նույն բանը հայտարարի, դուք էլ ջուր առնեք բերաններդ կանգնեք ձեն չանեք։ Իդեպ, ես երբեք չասեմ, բայց ես չեմ պահանջեմ ու հիմա էլ չեմ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է, բայց ես ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին, մեկտեղ բանատեղ կդնի կլսի, ու իր համակիրներին, կողմնակիցներին, ձեր ցավը տանեն։ Ես չեմ սակարկում, չեմ վիճարկում ձեր լեգիտիմ լինելը։ Ես ուրիշ բան եմ ձեզ ուզում ասեմ։ Դու գիտեք, որ մենակ լեգիտիմ ելնելով չի, որ դու պետք է նստես ստե։ Դու հրաժարվելու մի դեպք էլ ունես, երբ որ դու հասկանում ես, որ դա քո խելքի բանը չի։ Ես լեգիտիմ բժիշկ եմ։ Լեգիտիմ, ամեն ձևի իրավաբանորեն ես բժիշկ եմ, բայց կան դեպքեր, որոնք իմ խելքի բանը չեն։ Այդ դեպքում ես պետք է ուղարկեմ ուրիշ գոլեգայի կամ ինձանից լավ գոլեգայի։ Ես ստուգում եմ անում, մարդու մոտ հայտնաբերում եմ մի հատ խնդիր։ Բայց ես հասկանում եմ, որ խնդիրը վերջնականապես ախտորոշելը իմ խելքի բանը չի։ Ես դիմում եմ, ասում եմ ավելի լավ բժիշկի մոտ եմ ես ձեր ուղարկում։ Գնացեք այդ ավելի լավ բժիշկը թող վերջնական որոշում կայացնի։ Իմ պրակտիկայում ես աշխատում, լեգիտիմ եմ, նշի որ լեգիտիմ չեմ, լեգիտիմ եմ։ Բայց խնդիրներ կան, իրավիճակներ կան, հարգելիներս, որոնք քո խելքի բանը չեն։ Դու պետք է հասկանաս, որ դե
ավարտվում քո կոմպետենտության սահմանը որտեղ է։ Եթե դու կոմպետենտ չես, դու պետք է հրաժարական տաս։ Իսկ գիտես քեզ դու լեգիտիմ, որտեղ չուկչիների հավաքածու է այս ժողովուրդը։ Դա իսկականից։ Ես էլի իմ վրա օրինակը բերեմ։ Բուժումը 100%-ով գրում տալիս եմ ձեռները, գնում են իրանք իրանցով դեղ են ավելացնում, պակասացնում, իրանք իրանցով անալիզներ են ավելացնում, պակասացնում։ Ու դա մի հոգի չի, երկու հոգի չի։ Ամեն երրորդի հետ չեպե կա։ Ամեն երրորդ պացիենտը նշանակումների առումով չեպեիշնիկ է։ Ինչ առումով է չեպեիշնիկ։ Մի փորձանք բերում է գլխին։ Դեղերը դադարեցնում է, զանգում ասում է վատ եմ, ասում ես փորձում ես հասկանալ դեղերը խմում է, դե չէ խապում ասում է հա խմում եմ ու վատ եմ։ Դու որպես մասնագետ կոմպետենտ դու իրան լսես, հավատաս իրան, իր գլուխը կուտես, մի վնաս կտաս։ Եթե ես քոքված չլինեմ պացիենտների շփումներում, նրանց մուտիլովկեքը, նրանց կռուցիկները, նրանց հոգեբանական ծանքերին ծանոթ չլինեմ, գլուխները կուտեմ, այդքան իրանք իրանց ու իմ գլխին փորձանք են սարքում։ Ու այդ ընտրազանգվածը ձեր ցավը տանեմ։ Այո, կարա իր համար նշանակի մի հատ կառավարիչ, ոնց որ ինքը իր համար նշանակում է բուժում։ Արդյունքում ինքը դրանով փորձանքի մեջ ընկնի։ Բայց ես այդ մեխանիզմները ժողովրդավարության եւ ընտրությունների ձևով առաջնորդի ընտրության մեխանիզմներ չեմ վիճարկում։ Ես ուղղակի մի բան եմ ասում, տղեկ, եթե դու զգում ես, դու ես զգում, որ դու կոմպետենտ ես, ինքը չի ջոգում։ Ժողովուրդը չի ջոգում, դու ես ջոգում, որ կոմպետենտ ես։ Եթե դու զգում ես, որ դու կոմպետենտ ես, մի բառով սիկտիր եղի, պրոստը։ Հենց այտենց, սիկտիր եղի ու վերջ։ Վերջը կոճակ կա կատապուլտի, սխմի թռի, կամ տեղդ մեկին թող, մեկին դիր, դու գնա։ Ըրտեսման չեն անում, ձեր ցավը տանեմ, անverջ ոչ կոմպետենտության պարապայմաններում անverջ կառավարել ու վստահ, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում, տես չի կարող։ Տես չի կարող լինի։ Եթե դու չես կարող Հայաստանի սուվերենությունը պահես, բարի ճանապարհ։ Ու ոչ թե նրա համար որ դու լեգիտիմ չես, քեզ լեգիտիմը չկա։ Չնայած կարամ վիճարկեմ ես քո լեգիտիմությունը։ Թեկուզ հենց նրանով, որ ընտրությունները, որոնք առաջի անգամ հեղափոխությունն եղավ սերս, մենաշնորհել էին ձեզ, ձեր հեղափոխության մենաշնորհը ձեզ էր թողնված կամ տրված։ Դուք եք զարուհու ձեռքից միկրոֆոն խլում, երբ որ ինքը բեմի վրա էր, եւ այսինքն ոչ արդար, ոչ մրցակցային պայմաններում դուք ռեյտինգ ձեռք բերեցիք Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ իշխանությունը ձեզ նվեր տալով, ձեր ժառանգություն թողնելով։ Հիմա թե միանգամից Սերժն է ժառանգություն թողել, թե Սերժը թողել է Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանն է ձեզ թողել։ Դուք ոչ լեգիտիմ, ոչ մրցակցային եղանակով եկել եք իշխանության, ձեռք եք բերել ռեյտինգ։ Այ հետո արդեն այդ ռեյտինգը ունենալով դուք վերընտրվել եք, դրանով եմ խոսք չկա։ Կարամ էդ էլ վիճարկեմ, ուրեմն հիմքերը, որով դուք ավելին Արմեն Սարգսյանը թղթերի հետ խնդիրներ ունեցել, նրա բոլոր ստորագրած հրամանները իրավաբանորեն կասկածելի են, նրանց օրինականությունը կասկածելի է, հետևաբար այն ամեն ինչը ինչ որ Արմեն Սարգսյանի ստեղ լինելով ա եղել, այդ ամեն ինչը իրավաբանորեն կասկածելի է։ Ուզում ասել այդ լեգիտիմության ժողովրդավարության հիմքերն են մեծ խաբեբայությամբ եւ մուտիլովկեքով են ամրագրված, բայց ես դրանք չեմ վիճարկում։ Ես ընդհանրապես մի բան եմ ասում։ Եթե դու կոմպետենտ ես ու չես կարող այնպես անես, որ ադրբեջանցին Հայաստանով արտոնյալ պայմաններով չգնա, դու պրոստը գնա տեղը զիջի ավելի կոմպետենտներին։ Կարաս միանգամից չգնաս, կարաս սկզբում այդ թատրոնը ընդդիմադիրների թողես, որ կամ կազմակերպես այնպես, որ այդ մենաշնորը քոչարյանականների ձեռից դուրս գա, ընդդիմության մենաշնորը, որ ինքդ ես, պարոն Փաշինյան, սնուցում, կազմակերպում, ձևավորում, որտեղ իրանց ֆոնին դու կռուտոյ տղա ես երևում, հարց չկա, դրա էդ էլ չեն վիճարկում։ Տենում ես սահմանը քո կոմպետենտության, թե չէ։ Այդ շատ կարևոր է։ Այդ շատ կարևոր է։ Ես այս վերնագիր էլի որ դրել եմ Վիջանսկից 5 պակաս, հույս ունեմ որ 5 պակասը տենց էլ չի լրանա։ Կմտնեք ու կասեք ոչ մի Միջանցք էլ չի լինելու, արա։ Ոչ մի Միջանցք էլ չի լինելու, ինչ Միջանցք։ Ինչ արտոնյալ պայմաններ, ինչ պարզեցված մեխանիզմ։ Ինչով է լավ Մանասյան Հայկից բանը Ավտանդիլ, չգիտեմ, Ղուլի Ալիևը խոսքի։ Ինչով է ավելի լավը, որ նա պետք է արտոնյալ գնագա, իսկ չգիտեմ, ախալքյալակցին դեպի Իրան գնագա այնպես, ոնց որ ստանդարտ ընթացակարգերն են։
Ու էդի որ մեզ էլ են ճանապարհ տալի, մենք չենք ուզում մեզ էլ ճանապարհ տան։ Մենք չենք ուզում մեզ էլ, մենք Իրանի հետ ճանապարհ ունենք, Ռուսաստանի հետ ճանապարհ ունենք։ Մենք սուվերենության հաշվին ճանապարհ չենք ուզում։ Ու եթե ռուսին էլ դեմ տվեք։ Այդ նույն բանը ռուսին դեմ տվեք, ասեք սենց է, չի լինելու եւ վերջ։ Ոչ մի արտոն, ոնց որ վրացու հետ է, նույն ձևի ադրբեջանցու հետ։ Ինչի վրացուց լավն է, հա, ադրբեջանցին։ Վրացուց լավն է ադրբեջանցին։ Բախի պետք է վրացին ստեղ գնա գա որպես սովորական հարևան, իսկ ադրբեջանցին տենց բարեկամների ցուցակից է, հա, հարևան չի նա, մոտիկ հարազատ է, ազգակից է, ցեղակից է, հա։ Հա, այդ լոգիկայով եք այդ ճամփեն բացում։ Հույս ունեմ, որ Ալիևը մատվոր է լինելու իր ժողովրդի առաջ, այդ միջանց տրծնելով։ Երկրորդ տարբերակ, այդ ճամփեն որտեղով ուզում եք տանեք Զանգեզուրով եք տանում։ Ինչի Զանգեզուրով, ինչի հենց Սյունիքով։ Սիրուն ճանապարհը բացեք բանից, ասա, Իջևանի կողմից։ Ճանապարհը բացեք, թողան, չգիտեմ, Արարատով գնան մտնեն Նախիջևան։ Ինչի եք դուք Սյունիքով բացում այդ ճամփեն։ Սյունիքը ընդհանրապես, ինչի Սյունիքը պիտի անձեռն մխելի, անձեռն մխելի։ Սպառնում են, ելի եմ ասում, կրկնում եմ, միակողմանի դուրս եկեք կոնֆլիկտից։ Առավոտը զարթնեք ու ասեք Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, Ռուսաստանի հետ բոլոր բանակցությունները ավարտված են։ Ղարաբաղյան կոնֆլիկտում մենք եղել ենք ցեղասպանությունը կասեցնող գործոն, ցեղասպանությունը այլևս կասեցվում է ռուսական խաղաղապահների կողմից։ Մենք մեր առաքելությունը համարում ենք իրականացված։ Եվ վերջ։ Այս բառն էլ հենց սենց, ոչ թե ավարտված, այլ իրականացված։ Մենք Հայաստանի Հանրապետությունը իր առաքելությունը համարում է իրականացված։ Այսուհետ բոլոր դիմում բողոքների համար դիմում եք Արցախի իշխանություններին եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այս հայտարարությամբ դուք ոչ միայն Հայաստանն եք հռչակում անկախ, այլ նաեւ Արցախն եք ճանաչում անկախ։ Պարտադիր չի վերկենաս ասես Արցախի անկախությունը ես ճանաչում եմ։ Կարաս ասես Արցախը Ադրբեջանն է, ես դրա հետ կապ չունեմ։ Գնացեք Արցախի հետ բանակցեք։ Արդեն դրանով իսկ դու ճանաչում ես Արցախի անկախությունը։ Հենց դու Ալիևին ուղարկեցիր Արայիկի մոտ, այդ վարկյանից դու ճանաչում ես Արցախի անկախությունը։ Փաստացի դա է նշանակում։